Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն են տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Մինչ ընթացքին նկատի ունեմ Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմի ընթացքին անդրադառնալը եւ դրա հետևանքներին նաեւ, այսօր տեղեկատվություն տարածեց Washington Post-ը, եթե չեմ սխալվում, որ Պենտագոնը Միացյալ Նահանգների կառավարությունից խնդրել է հավելյալ 200 միլիարդ ամերիկյան դոլար եւ ավել Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Հաշվի առնելով, որ գոնե այս պահին շրջանառվում է, որ որ Միացյալ Նահանգները ավիահարվածների հատուկ օպերացիաների վրա ծախսել են մոտավորապես 13 միլիարդ եւ մի քիչ ավել գումար, 200 միլիարդ դա ահռելի թիվ է։ Այդ նշանակում է, որ եթե ասենք համեմատականով վերցնենք, որ Միացյալ Նահանգները նախապատրաստվում է մոտավորապես 10 անգամ ավելի երկար պատերազմ, քան մինչև այս պահը եղել, ասենք 25 օր պայմանական եմ ասում, բազմապատկում ենք 10-ով։ Մինչև 1 տարի, այսպես։ Մինչև 1 տարի։ Այդպես է թե ոչ։ Կարծում եմ այդ հայցադիմումը պայմանավորված է հնարավոր երկարաժամկետ սցենարը հաշվի առնելու տեսանկյունից, այսինքն այնուամենայնիվ պարզ է ակնհայտ է, որ չկա հաստատված ուրեմն սցենար ռազմական գործողությունների թե Միացյալ Նահանգների կողմից եւ թե Իսրայելի կողմից, ընդորում նաեւ Իրանի կողմից, որովհետեւ փաստ չէ, որ ենթադրենք Միացյալ Նահանգներն ու Իսրայելը եթե որոշեն X փուլում կանգնեցնեն պատերազմը, Իրանը համաձայնելու է դրան։ Եվ համաձայնել հրադադարին դա նշանակում է երկարաձգել պատերազմը եւս անորոշ ժամկետով, երբ որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կհամալրեն իրենց պահուստային ուրեմն թե զինապահոցները եւ թե նաեւ այսպես հետախուզական առումով հնարավոր նշանակետերը թիրախները եւ կանցնեն նոր գործողության։ Իսկ որևէ հստակ սցենար այս պահին ռազմական գործողությունների ընթացքի մասով չկա, կան տարբեր նպատակներ Միացյալ Նահանգների կողմից, Իսրայելի կողմից, այսպես կանխատեսվող, որովհետեւ եթե ի սկզբանե անգամ կանխատեսվող Իսրայելի հիմնական նպատակը վարչակարգի տապալումն է, այս պահին Իսրայելում հասկանում որ կարծես թե դա իրատեսական սցենար չէ եւ այլ նպատակներ են սահմանում, այսինքն հնդածս են ավելանում կամ պակասում կամ հստակեցվում կամ դրվում նոր նպատակներ։ Այսինքն հարցս կարող է ոչ այնքան էլ քաղաքականապես կոռեկտ չհնչի, ստացվում է հարցնում եմ, այնպիսի պատկեր, որ Միացյալ Նահանգները իրենց համոզել էին, որ ասենք օրինակ Իսրայելի վարչապետը համոզել էր, որ դա լինելու է շատ կարճ պատերազմ, այսպես միանգամից կգլխատենք, Իրանը կսկսի փլուզվել, ու մեկ էլ հանկարծ եկել հասել են փաստի առաջ են կանգնել, որ միանշանակ համաձայն եմ այդ վարկածի հետ։ Այսինքն որտեվ այնուամենայնիվ որոշում կայացնողների շրջանակը ավելի նեղ շրջանակ եղել Միացյալ Նահանգներում եւ ակնհայտ է, որ դրա վրա ազդեցություն է ունեցել կոնկրետ Իսրայելի վարչապետը եւ իսրայելական լոբին, այդ թվում նաեւ նախագահի շրջապատում։ Նույն նրա փեսան Ջերարդ Կուշները, գլխավոր բանակցող Ուիտկոֆը, որը գուցե թե ճշգրիտ ինֆորմացիա բանակցություններից այնուամենայնիվ չի ներկայացել նախագահին։ Այսինքն կա նման հնարավորություն եւ ավելի օրակարգային է դառնում, այսինքն ճշմարտացի է դառնում, որ հենց այդ սկզբունքով են առաջնորդվել։ Ծրագրվել էր արագ գործողության բլիցկրիգի միջոցով պատերազմ եւ հանգուցալուծում եւ եթե դիտարկում ենք հենց պատերազմի առաջին 1-2-3 օրը հենց այդ սցենարով էր գնում, բայց այդ 3 օրում իրենք ստացան այն արդյունքը, որը կանխատեսվում էր։ Այսինքն փաստորեն Միացյալ Նահանգներում գոնե վարչակազմում Միացյալ Նահանգների չկար որևէ մեկը, որ հուշեր, որ գիտեք ինչ կա վերջին 40 տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական դոկտրինը
կառուցված է հենց այդ երկարատև մաշեցնող պատերազմի եւ դրան դիմակայման տրամաբանության վրա, հաշվի առնելով մեկուսացվածությունը, պայմանական ասած Իրանի վճռական մենակի քաղաքականությունը եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը հուշող չի եղել։ Գուցե թե եղել են, բայց փաստն այն է, այո, որ նրանց կարծիքները հաշվի առնող չի եղել, որոշում կայացնողները ընտրել են ռազմական միջոցը։ Այստեղ է հարցը, որ իսրայելական կողմի ազդեցությունը բավականաչափ մեծ է։ Օրինակ, ես կարող եմ համեմատել Դոնալդ Թրամփի եւ ուրեմն Ջո Բայդենի վարչակազմերի մոտեցումները Իսրայելի հետ կապված։ Միանշանակ էր, որ Ջո Բայդենի վարչակազմը շատ էր դիմադրում, այսինքն Իսրայելը նույն սկզբունքով օրինակ փորձում էր Միացյալ Նահանգներին ներքաշել, ասեն Գազայի պատերազմը։ Դե գործը հասավ այնտեղ, որ Բայդենի եւ Նեթանյահուի անձնական հարաբերությունները փչացան։ Համաձայն եմ ձեզ հետ, նույն խնդիրը առաջացել է նաեւ Թրամփի առաջին պաշտոնավարումից առաջ Օբամայի ժամանակ, երբ որ ստորագրվեց միջուկային գործարք, այդ ժամանակ անգամ այն աստիճանային սրվել հարաբերությունները, որ Նեթանյահուն մեկնեց Վաշինգտոն եւ կոնգրեսում ելույթ ունեցավ ընդդեմ Միացյալ Նահանգների։ Սա է սկզբունքային հանգամանքը, որ Իսրայելի իշխանությունները իրենք հաշվեն առնելու կամ օգտագործելու առավելագույնս Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնավարման շրջանը որպես աստեղային ժամ իրենց բոլոր խնդիրները հնարավորինս լուծել, այսինքն իրենց մոտ գնահատական այնպեսին է, որ ավելի լավ եւ հարմար վարչակարգ, ավելի բարենպաստ իրավիճակ չի լինելու եւ ժամանակահատված չի լինելու առաջիկա կանխատեսելի ապագայում եւ այս 2-3 տարիները, որ հնարավորություն են, դրանք պետք է լիարժեք օգտագործել եւ լիարժեք օգտագործում այս բանը ինչպես տեսնում ենք Իրանում եւ Լիբանանում եւ դրանք անգամ տեսեք Նեթանյահին կարծես թե նաեւ փակուղի նաեւ երկրի ներսում ընթացող process-ները Նեթանյահին որոշակի փակուղում են հասցրել մենք գիտենք որ աշնանը Իսրայելում նոյեմբերին, եթե չեմ սխալվում, օկտոբեր կամ նոյեմբերին խորհրդանական ընտրություններ են լինելու եւ արդեն իսկ ներքաղաքական օրակարգն այդ հարցով է։ Իսկն վարչապետի Նեթանյահուի ընդդիմադիրները հստակ դրել են ուրեմն նպատակները Իրանում վարչակարգի տապալումը եւ Հիզբալլահի ոչնչացումը։ Եթե այդ երկու նպատակը չի իրականացվում, նշանակում է այս պատերազմները 25 թվականից սկսած դրանք անիմաստ են եղել եւ հյուծել են երկիր եւ բնակչությանը պատճառել են բավականաչափ մեծ վնասներ, թե մարդկային, թե նյութական, թե հոգեբանական եւ այլն։ Հետեւաբար նաեւ ներքաղաքական օրակարգում Նեթանյահուն կարծես հայտնվել է փակում, սեղմել է պատին եւ դա է նաեւ պատճառը, որ կարճաժամկետ լուծում այս պահին չեն դնում սեղանին, եթե անգամ ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի, պաշտոնապես պատերազմի դադարեցման մասին չեմ կարծում, որ կա հայտարարել, որովհետև դա շատ մեծ ազդեցություն ունենալու, ընդ որում ոչ միայն Իսրայելի, նաև Միացյալ Նահանգների ներքաղաքական օրակարգի վրա, հաշվի առնելով, որ աշնանը նաև Միացյալ Նահանգներում են միջանկյալ ընտրություններ են կոնգրեսի, հենց այդ է ուզում հարցնել, տեսեք, համանման իրավիճակում է Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներում, որովհետև անկախ են հայտարարություններից կամ գրություններից, որ պարոն Թրամփը հրապարակում է իրեն պատկանող Truth Social-ում, դա ուղղակի մարդկանց համար եմ ասում, որ կարող միգուցե տեղյակ չլինեն, Դոնալդ Թրամփը ունի սեփական սոցիալական ցանցը, որովհետև ժամանակին արգելափակվել էր մնացած բոլորում, ստեղծեց սեփականը եւ հիմա ըստ էության պաշտոնական ամբողջ գրագրությունը, այսինքն ինչ որ իր անունից է այնտեղ հրապարակվում։ Հիմա այսպիսի իրավիճակ է։ Միացյալ Նահանգներում սկսել է բավական լուրջ ներքին դիմադրություն, այսօր մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգապետը բավական կոշտ հայտարարություններ արել, որ նավթի գները աճել են, բենզինի գները աճում են եւ Դոնալդ Թրամփը պարզապես չի հասկանում ինքը ինչ է անում, նկատի ունենալով Հորմուզի նեղուցի հետ կապված այդ ճգնաժամը, որ կա, իսկ այնտեղ ճգնաժամը։ Ասես ես հասկանում եմ, որ դուք Ամերիկայի մասնագետ չեք, բայց արդյոք դա կարող է որոշակի մեղմ եմ ասում անհարմարություններ ստեղծի Դոնալդ Թրամփի համար։ Վստահաբար ստեղծել է, ընդ որում անկախ պատերազմի արդյունքներից ստեղծել է, որքան էլ որ ենթադրենք անգամ
արձանագրում են գոնե Իսրայելի դրած նպատակները, հա, այսինքն Իրանում վարչակարգի տապալումը։ Եթե դա էլ արձանագրվի, այդ նպատակն էլ արձանագրվի, դա միևնույն է Միացյալ Նահանգներում խնդրահարույց է լինելու, որտեղ քննարկվելու են նախ ծախսված ռեսուրսները, նպատակները եւ այնուամենայնիվ Իրանում վարչակարգի տապալումը դա Միացյալ Նահանգների նպատակը չէ։ Միացյալ Նահանգները պետք է կարողանա Իրանից շատ ավելի մեծ եւ շոշափելի օգուտներ տանել այս հակամարտությունից պատերազմը, որպեսզի կարողանա հիմնավորել ինչու ինքը սկսեց պատերազմը եւ ինչու այսքան ժամանակ նաեւ աշխարհը տարավ կամ տանում է էներգետիկ ճգնաժամի ուղղությամբ, հա, այնպես որ եթե այդ լուծումները չլինեն, միանշանակ կարծում որ սա բացասաբար է ազդելու Միացյալ Նահանգների իշխանությունների հետագա ուրեմն ճակատագրի վրա։ Ես այսպես ասեմ, առնվազն տեսեք Վենեսուելայի օրինակով այնտեղ ոնց է իշխանություն, այսինքն նախագահը ձերբակալվեց, փոխնախագահ, բայց Միացյալ Նահանգների հստակ գործարք եղավ։ Առնվազն նման գործարք պետք է լինի, Միացյալ Նահանգների կողմից հասանելիություն բավականաչափ այսպես յուղոտ ուղղությունների Իրանի ներսում, որը կարողանա Միացյալ Նահանգների նախագահը կիրառել որպես ձեռքբերում, չէ, Իրանում վարչակարգի փոփոխությունը, Իրանում վարչակարգը Միացյալ Նահանգներին որևէ բանով չէր սպառնում։ Նա սպառնալիք էր մեծաշով Իսրայելի համար, որոշակի վտանգ էր ներկայացնում տարածաշրջանի արաբական երկրների համար։ Այսինքն ստացվում է ձեր ասացի տրամաբանությամբ, որ Նեթանյահուին հաջողվեց խաբել Դոնալդ Թրամփին, ներքաշել պատերազմի մեջ, որը եթե գլոբալ մտածենք, նույնիսկ Իսրայելին պետք է անձամբ իրեն, եւ հիմա այդ տրամաբանությունից ելնելով, որպեսզի պատերազմը ավարտվի, չպիտի լինի Նեթանյահուն։ Շատ կոպիտ եմ ասում։ Որպեսզի պատերազմը ավարտվի։ Չեմ ասում ֆիզիկապես չլինի, քաղաքական ասպարեզում։ Ես կարծում որ Իսրայելում ինչպեսի իշխանություն էլ կա, ընտրություններից հետո, անգամ եթե Նեթանյահուն վերընտրվի կամ չվերընտրվի, ցանկացած իշխանություն օգտագործել է այս աստեղային ժամը, ինչպես արդեն նշեցի, եւ փորձել է Միացյալ Նահանգների այս վարչակազմից քաղել առավելագույնը վարչակազմի գործունեությունից։ Դա միանշանակ է։ Իսկ Իսրայելում կան հստակ պլաններ հերթականությամբ, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն, որպեսզի այս ժամանակահատվածում, քանի դեռ նաև աշխարհում գլոբալ անորոշությունն է շարունակվում, Իսրայելը կարողանա տարածաշրջանային հեգեմոնի իր դերն ամրապնդի, որպեսզի առաջիկա գոնե 10 ամյակներին արդեն նոր աշխարհակարգում Իսրայելի գոյության, որտեղ մինչև օրինակ 1948 թվականից հետո երբ որ ստեղծվեց Իսրայել պետությունը, բազմաթիվ երկրներ կային, որոնք կասկածի տակ էին դնում ընդհանրապես Իսրայել պետության գոյության իրավունքը, նույն Իրանը։ Իրանը ասում են մահ Իսրայելի, մահ Ամերիկային։ Այսինքն հստակ 79 թվականից դրանից հետո մինչև հիմա էլ Իսրայել պետության 79-ից հետո իհարկե։ Այսինքն որտեղ այնտեղ տարօրինակ մետամորֆոզներ են եղել, հիմա պատմական էքսկուրսիա սարքենք, բայց Իսրայել պետության առաջին լրջագույն դաշնակիցը եղել է Խորհրդային Միությունը։ Խորհրդային Միությունը, որովհետև դա հնարավորություն էր խորհրդային կոմունիստական գաղափար, սոցիալիստական գաղափարախոսություն նաև նորաստեղծ այդ պետություններում ներդնել, որը չստացվեց։ Եթե խորհրդային Միությունը, այսպես ասեմ, եւ նրան հարող ուրեմն սոցիալիստական այլ պետությունների Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի դեմ քվեարկեին Իսրայել պետության ստեղծմանը, այդ պետությունը ուղղակի չէր ստեղծվելու, բայց իրենց համար հնարավորություն էր օգտագործել այս պետությունն իրենց քաղաքական ազդեցությունը Մերձարարքում տարածելու։ Այնպես որ նպատակը այն է, որ նոր աշխարհակարգում այլևս որևէ կերպ կասկածի տակ չդրվի Իսրայելի գոյության հարցը, ընդհանրապես այլ Իսրայելը փորձի ցանկացած այլ պետության գոյության հարց իր համար դնի օրակարգում, որովհետև գոյության հարց ասելով, օրինակ ես կրկնում երկարաժամկետ բազմից եմ նշել այդ մասին, Իսրայել երկարաժամկետ տարածաշրջանում երկարաժամկետ Իսրայելի նպատակները
ուղղված են լինելու մեծ պետությունների մասնատմանը, որտեղ Իսրայելը իր տարածքով փոքր պետություն է, բնակչության թվով փոքր պետություն, իսկ իր հարևանությամբ մի անգամ տասնյակ անգամ Իրանից թե բնակչության թե տարածքով մեծ պետություններ են, իսկ դա արդեն բնական ռեսուրսներ են, որով Իսրայելը զիջելու է նրանց, այսինքն նպատակը տարածաշրջանում մի քանի այդ մեծ պետությունները մասնատելն է ռազմավարական երկարաժամկետ նպատակը եւ տարածաշրջանում լիարժեք հեգեմոն լինելը թե ռազմական առումով թե մյուս ռեսուրսների առումով։ Այստեղ ուրեմն հաջորդ տրամաբանական հարցն է առաջանում։ Այն ինչ որ մենք խոսում ենք այստեղ բնականաբար ենթադրում եմ ավելի ճիշտ, գիտեն նաեւ օրինակ Թեհրանում, գիտեն Էրիադում, օրինակ էլի, գիտեն Կատարում, այսպես կարող ենք շարունակել։ Եվ հետեւաբար հարցը առաջանում, եթե այդ ամեն ինչը իրենք գիտեն, Իրանը հայտարարեց երեկ, որ գազա նավթային կոմունիկացիաները հարևան երկրների իր համար արդեն լեգիտիմ թիրախներ են, այսինքն զգուշացրեց, որ խարվածելու է, եւ գազային ուրեմն ենթակառուցվածքներ եւ նավթամշակման գործարանային հարվածներ։ Հիմա հարևաններին զգուշացրեց, չասեց, ես Կալիֆոռնիային եմ խփելու, ասեց խփելու եմ Էջ-Ռիադին, ենթադրենք, կամ խփելու եմ Դուբային։ Հիմա այդ ամեն ինչը հասկանալով, ինչի են գնում դրան, որ ավտոմատ Իսրայելին, ինչպես դուք ասացիք, սարքեն հեգեմոն երկիր Մերձավոր Արևելքում։ Դե այնպես չէ, որ միայն Իսրայելն իրենց համար սպառնալիք։ Եթե խոսքը արաբական երկրների մասին է, արաբական երկրներից բացի համար Իսրայելից բացի մինչև առնվազն իսլամական հեղափոխությունը Իսրայելը եղել է ամենամեծ սպառնալիքը արաբական երկրների համար։ Արաբական երկրներն նույն այդ Իսրայելը չճանաչելու գծի մեջ են եղել։ Դա Սինայի պատերազմն է։ Հետո ընդամենը փուլ առ փուլ նախ Եգիպտոսը, հետո Հորդանանը, հետո այդ Աբրահամյան համաձայնագրերով մի քանի այլ արաբական երկրներ ճանաչեցին Իսրայելը։ Բայց նույն Իսրայելի հետ Իսրայելին զուգահեռ իրենց համար մարտահրավեր եղել նաև Իսլամական Հանրապետությունը, իրենց համար մարտահրավեր եղել նաև Թուրքիան, եւ այդ մարտահրավերը զսպելու միակ չափելու արդյունավետ եղանակը եղել է այն ինչ որ այսօր կա, իսկ Միացյալ Նահանգների Դաշնակցությունը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այդ երկրները որքան էլ որ ունեն հսկայական ֆինանսական, տնտեսական, էներգետիկ ռեսուրսներ, ռազմական առումով մեծ հաշվով իրենցից լուրջ գործոն չեն ներկայացնում, հա։ Իրենց զինված ուժերը ընդամենը այդ զորահանդեսների համար են, գեղեցիկ օդային մանևրներ իրականացնելու համար են եւ վերջ, այսինքն մարտունակ չեն։ Եվ դա ցույց տվեց ամենա այսպես առարկայական օրինակը Եմենում մոտ 1 տասնամյակ շարունակված պատերազմը, հա, երբ իրենց հարևան մյուս երկրն նույն Իրանը, Թուրքիան, Իսրայելը շատ ավելի կոնկրետ խնդիրներ են լուծում, իսկ արաբական երկրները ներգրաված ուղիղ Եմենում մինչև այսօր չկարողացան այնտեղ իշխանության Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, այո, չկարողացան այնտեղ կոնկրետ հարցեր լուծել։ Ի բոլորներ իմացել են, որ սա է Իրանի ռազմավարությունը, սա է, որտեղ Իրանի պաշտպանական համակարգը մի քանի շերտ է ունեցել, բացի սեփական այդ հրթիռաշինությունը, բացի այդ տարածաշրջանային հովանավորյալ կառույցները, բացի միջուկային զենք ստեղծելու ծրագիրը, իրենք նաև ունեցել են տարածաշրջանը թիրախավորելու սցենար եւ Իրանի դեմ որևէ պատերազմ տարածաշրջանայինի վերածելու ռազմավարությունը, Հորմուզի նեղուցը փակելու ռազմավարությունը, որի միջոցով իրենք կազդեն ամբողջ աշխարհի դիրքորոշմանը, որին ականատես ենք լինում։ Բայց հենց այստեղ է խնդիրը, որ չկա այլընտրանք, այսինքն երկրորդ սցենար արդյունավետ չկա, այլընտրանք չեն ունեցել արաբական երկրները, որպեսզի դիտարկեն։ Ու կարող է ինչ-որ այլընտրանքներ ունենք Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունները, բայց դա էլ լիարժեքներ, որտեղ մենք տեսնում ենք նույն Իսրայելն էլ առանց Միացյալ Նահանգների, այսինքն Միացյալ Նահանգների ներկայությունը այստեղ օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել տասնամյակներով ապացուցված փաստ է, որին մենք ականատես ենք լինում այսօր։ Այո, նրանք տուժում են, արաբական երկրները շատ են տուժում այս պատերազմից, բայց հակամարտությունը հենց այսպեսի բնույթ էլ պետք է կրեր։ Մի պահ պատկերացրեք, ենթադրենք լավ Միացյալ Նահանգների ներկայություն չկար այստեղ։ Այնպես չի, որ Իրանը կամ Իսրայելը ձեռքերը ցալած նստել են։ Իրենք փափուկ ուժով են փորձելու արդեն
այդ երկրներից ինչ որ ասենք առավելություններ ստանալ, ինչ որ հարցերում կոնֆլիկտներ հրահրել, ռեսուրսային, տարածքային գուցե եւ այլն։ Նույնպես որ սա կանխատեսել էր բոլորի համար, որ հենց նման բնույթի պատերազմ է լինելու։ Պարոն Պետրոսյան, հայաստանյան հանրության զգալի մասին, ենթադրաբար եմ ասում զգալի մասին, լավ, մի մասին։ Այսպես թվում է, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել մի կողմից, մյուս կողմից Իրան պատերազմ, այսպես հերավոր ինչ որ մի բան է, որը մեր հետ որևէ առնչություն չունի։ Միգուցե այսօր տեղի ունեցածը այսպես զանգակ լինի այն առումով, որ չէ ինքը մոտենում է արդեն, չեմ ասում հենց մեր սահմաններին, փառք Աստծո, մեր սահմաններից բավական հեռու է, բայց այսօր տեղեկատվությունը հայտնվեց, որ Միացյալ Նահանգները ոչ Իսրայելը հարված են հասցրել արդեն Կասպից ծովում Իրանի նավատորմին, այդտեղ շատ տարբեր թվեր են, որ որևէ տեղից հաստատում չկա, բնականաբար իրանական կողմը այդ մասին չի հայտարարի, այն կողմից էլ ինչ որ տարատեսակ տեղեկատվություն է գալիս, 6 նավ են խփել, 1 նավ են խփել, բայց փաստն այն է, որ դա եղել է Կասպից ծովում, այսինքն ըստ էության Հայաստանից ոչ այնքան հեռու արդեն, այսինքն պատերազմը սողալով մոտենում է արդեն հարավային Կովկասին, թե այսպես չափազանցնում եմ ես մի քիչ, խտացնում եմ գույները։ Եթե ուղիղ պատերազմական գործողությունների մասին եք ակնարկում, ապա դրա հետևանքներ եղել են։ Պատերազմի 4-5-րդ օրը ուրեմն թիրախավորեց Նախիջևանը։ Այսինքն մենք ունենք փաստ մեկ Նախիջևանը գումարած Կասպից ծովում իրանական նավատորմի թիրախավորումը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ որքան էլ ինքը կանխատեսելի պատերազմ էր, բայց կառավարելիության հարցով շատ մեծ խնդիրներ կան եւ կարող են լինել, օրինակ ես նման պնդում անում եմ հիմք ընդունելով այն տարբերվող շահերը, որոնք կան անգամ հարձակվող կողմերի մոտ, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մոտ։ Նրանք ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն տարբերվող ռազմավարական նպատակներ։ Եվ բնականաբար հատկապես Իսրայելի ռազմավարական նպատակների իրականացման համար, օրինակ, շատ մեծ կարևորություն ունի պատերազմի աշխարհագրական արեալի ընդլայնումը, նոր դերակատարների ներգրավվածությունը պատերազմին, ընդ որում նաև հենց Իրանի անմիջական այլ հարևանների, տվյալ դեպքում խոսքը հատկապես Ադրբեջանի մասին է, իսկ Ադրբեջանը եթե մտնում է պատերազմի մեջ կամ ներքաշվում է պատերազմի մեջ, ուղիղ կերպով Թուրքիան եւս ներգրավում է, հաշվի առնելով նրանց միջև դաշնակցային հարաբերություններ։ Այսինքն այդ սցենարը Իսրայելի մոտ ի սկզբանե եղել է, միշտ է եղել։ Դա բացառել չի կարելի, որովհետեւ որքան էլ նկատում ենք, Նախիջևանի դեպքերը թույլ տվեցին հասկանալ, որ որքան էլ Ադրբեջանը կարող է ինչ-որ ուրեմն կտրվի իրականությունից եւ փորձի ավելի մեծ հավակնություններ ունենալ, բայց Թուրքիան շատ ավելի զուսպ է, շատ ավելի զգոն է եւ Թուրքիան առայժմ կարողանում է զսպել, որպեսզի թե Թուրքիան եւ թե Ադրբեջանը չներկաշվեն, ընդ որում նաեւ մի քանի հրթիռային այսպես հարվածներ եղան Թուրքիայի տարածքի ուղղությամբ եւ թուրքական կողմը այսպես սկզբունքորեն հայտարարում է, որ ինքը պատերազմի մեջ չի մտնելու, բայց բացառել սա դրանքները իհարկե չի կարելի, որտեղ կրկնում եմ, որ ընդ որում բացի ֆորմալ դերակատարներից կարող են լինել բազմաթիվ ոչ ֆորմալ դերակատարներ, որ մեր տարբեր խմբավորումներ, նրանք կարող են լինել օրինակ քրդական խմբավորումներ, կարող են լինել, ասենք, թուրքախոսներից կազմված ինչ-որ խմբավորումներ, կարող են ահաբեկչական խմբավորումներ, նաև հայտնի ահաբեկչական խմբավորումներ, որտեղ իրենց համար նման իրավիճակները պարզապես նվեր իրենց գործունեությունը ծավալելու համար եւ փորձեն ավելի մեծացնել պատերազմի կրակը, ընդլայնելով նաև դեպի հարավային Կովկաս։ Այնուամենայնիվ, եթե ես ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, եթե մեր սահմանի անմիջական հարևանության պատերազմ է, մենք չենք կարող պարզապես զգոն չլինել։ Առնվազն տնտեսական առումով մենք տեսնելու ենք դրա հետևանքները եւ արդեն իսկ տեսնում ենք, մեր առևտրաշրջանառության մոտավորապես 30%-ը անցնում է Իրանի տարածքով եւ փաստացի Իրանի հետ է եւ անցնում է Իրանի տարածքով եւ արդեն իսկ դրա դադարեցնումը հեսա կլինի 1 ամիս,
վստահաբար իր ազդեցություն ունենալ է, զգալու ենք այդ պատերազմի հետևանքները։ Եվ իհարկե, այսպես չարած փոքրագույնն այն է, որ առնվազն ռազմական կամ անվտանգային առումով դեռևս մեր տարածաշրջանին այս պատերազմը չի հասել, բայց հաշվի առնելով նաև մենք խոսեցինք այդ մասին, որ պատերազմը կարող է դեռ անորոշ ժամկետով երկարաձգվել, էլի հեղում անելով ուրեմն պատերազմի նախարարության հայցը, որպեսզի բյուջեն ընդլայնի պատերազմի, դրա մասն է խոսում, որ երկարատև պատերազմի սցենարը եւս դիտարկվում է ամերիկյան օրակարգում, վստահաբար շատ ավելի երկարատևի սցենար դիտարկվում է Իսրայելի օրակարգում։ Այսինքն ռազմավարական իմաստով ներողություն ամենալեզպես այն տրամաբանությամբ, որ դուք եք ասում, ստացվում է, որ այն խոսակցություններից դրանք կան, որ Կասպից ծովում իրանական նավատորմի թիրախավորումը եղել է Ադրբեջանի տարածքով, միգուցե եւ տեղեկատվական մեծ հաշվով հնարք է ու նպատակ ունի, որպեսզի Իրանը դեմքով շրջվի դեպի Ադրբեջան, ասի ես ինչ ես արել դու։ Տեսեք, Իսրայելը անգամ կարող է այնպիսի գործողություններ անել։ Օրինակ նույն Իրան, քան որ Իրանի օդային տարածքը ինքան ամբողջովին չի վերահսկվում, մոտավորապես 5 կամ 10%-ով, այսինքն ռազմաօդային ուժերը, հակաօդային համակարգերը մեծ հաշվով գրեթե ոչնչացված են։ Այսինքն Իսրայելը հանգիստ կարող է Իրանի տարածքով գալ, հատել նաև հասնել Ադրբեջանի տարածք, Ադրբեջանի տարածքից պատտվել, իրականացնել գործողություն կասպից, որ Երևա, որ այդ կողմից է։ Այո, բայց մեծ հաշվով այս պայն այնպես է իրավիճակը, որ անգամ Իրանի տարածքով էլ կարող են օդային տարածքով կարող են այդ գործողությունն իրականացնել, բայց քարոզչական առումով դա ներկայացնել որպես Ադրբեջանի տարածքից իրականացված գործողություն։ Այսինքն իրանական այն պնդումը, թե նույն Նախիջևանի օրինակը դուք բերեցիք, որ այդ երկու անօթաչումները ըստ էության Իսրայելն էր թռցրել։ Շատ իրատեսական է։ Իրանին ընդհանրապես պետք չէ պատերազմի ընդլայնում։ Տեսեք, արաբական երկրների դեմ հազիվ է իրականացնում այդ պատերազմը, ընդ որում այստեղ նախընտրելի աշխարհագրությունը նախընտրելի որոշակի Իրանի համար առավելություններ տալիս, որտեղ ուղիղ ցամաքային մեծ հաշվով ուրեմն խնդիր չկա պատերազմի։ Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում մի փոքր այլ է։ Ուղիղ ցամաքային սահման կա եւ այդ սահմանը կարող է սահմանային գործողությունները եւս կարող են օգտագործվել։ Այսինքն ոչ թե մենք ուղիղ ենթադրենք, հիմնականում օթոժի եւ հեռահար ուրեմն ռազմատեխնիկայի համակարգերի կիրառում պատերազմի ականատես կարող են լինել, այլ նաև ցամաքային պատերազմից դա որևէ կերպ ընդունելի չի Իրանի համար։ Ընդ որում կրկնում եմ, որևէ կերպ Իրանի համար է շատ կարևոր, որ Թուրքիան շարունակի չեզոք մնալ, որտեվ Թուրքիայի կալիբրը այլ է տարածաշրջանում, Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում վստահաբար արդեն շատ ավելի է մեծացնելու ուրեմն Իրանի ձախողումն ու տապալումը։ Բայց հիմա այս փուլում Թուրքիան չկա, Թուրքիան չեզոք է։ Արդյոք կարելի է խոսել Իրանի տապալման մասին։ Հաշվի առնելով այն բոլոր զոհերը, որ ունեցել են Չի կարելի, որտեղ իրանք էլ ունեն իրենց մարտավարությունը եւ ռազմավարությունը եւ իրենց հաշվարկները։ Այսինքն իրենց համար Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից վարչակարգը փոխելու անկարողությունը արդեն դիտարկվում է հաղթանակ։ Այսինքն իրենք էլ քարոզչական առումով նշում են, որ այսպես հանրահռչակում են, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակը Իրանում վարչակարգ փոխելն է։ Իրանք պատրաստվել են նրան, որպեսզի այդ վարչակարգը տևական ժամանակ դեռևս չփոխվի, սահմանադրությունը հնարավորինս գործի, այսինքն ինստիտուտները շարունակեն աշխատել, չնայած տարբեր առանցքային անձանց փուլարփուլ շարքից հանելուն, եւ հետո ենթադրենք ինքս փուլում, երբ որ պատերազմը ավարտվի, կանգնեն, ասեն, տեսեք, մենք հաղթեցինք, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չնայած այդքան օրինակ ռեսուրսներ ծախսեցին, այդքան ամբողջ տարածաշրջանը աշխարհը խառնեցին, բայց իրենք իրենց խնդիրը չկարողացան լուծել, հետեւաբար մենք հաղթել ենք։ Իսկ որ այսօր կանգնի պատերազմը, վաղը կանգնի 3 ամիս հետո կանգնի, բայց Իրանում մնա նույն իշխանությունը, իրենք հստակ կարող են ասել, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պարտվեցին պատերազմում, որովհետեւ չկարողացան
փոխել վարչակարգը, եթե անգամ Իրանում քարը քարի վրա չմնա։ Հուսանք գործերան չի ասնի, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր ինձ զրուցակից էր տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։